վիճակագրության և առկա փաստական վերականգնումների վերաբերյալ տվյալների 2018-24 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին է վերադարձվել շուրջ 210 միլիարդ 79 միլիոն դրամի 536 միլիոն 216 հազար ամերիկյան դոլարի մասին է խոսքը գույք և դրամական միջոց, որից 46%-ը կամ 96 միլիարդ 934 միլիոն դրամի, դա մոտավորապես 247 միլիոն 773 հազար ամերիկյան դոլար է, գույքն ու դրամական միջոցը վերականգնվել է միայն 2023 և 2024 թվականների։ Դինամիկան հետևյալն է։ 2018 թվականին վերականգնվել է շուրջ 39 միլիարդ 571 միլիոն, 2019 թվականին 10 միլիարդ 327 միլիոն, 2020 թվականին 12 միլիարդ 256 միլիոն, 21 թվականին 15 միլիարդ 467 միլիոն, 22 թվականին 35 միլիարդ 522 միլիոն, 23 թվականին 44 միլիարդ 298 միլիոն, 24 թվականին, ինչպես նշեցի, 52 միլիարդ 636 միլիոն դրամի գույք և դրամական միջոց։ 2024 թվականին նախաքննական մարմինների կողմից քննված քրեական վարույթներով արգելանք է դրվել 2 միլիարդ 658 միլիոն 771 հազար դրամ արժողությամբ գույքի և դրամական միջոցների վրա։ Դատախազությունում այս տարի վերլուծվել են նաև 2018-24 թվականների ընթացքում արգելադրված գույքային միջոցների վերաբերյալ տվյալները։ Պատկերը հետևյալն է։ 2018-24 թվականների ընթացքում ավարտված քրեական վարույթներով արգելադրված գույքային և դրամական միջոցները կազմում են 42 միլիարդ 317 միլիոն 283 հազար դրամ։ Սա մոտավորապես համարժեք է 108 միլիոն 12 հազար ամերիկյան դոլարի։ Արգելադրված շուրջ 300 անշարժ գույք դեռևս գտնվում է գնահատման փուլում։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում 2021-ից մինչև 25 թվականի ապրիլի 9 ընկած ժամանակահատվածում հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող 147 հայցադիմումներով արգելանք է դրված 1496 անշարժ գույքի, 288 շարժական գույքի, 391 իրավաբանական անձում մասնակցության իրավունքի և 536 միլիարդ 190 միլիոն 782 հազար դրամի վրա։ Արգելադրված գույքերի և իրավաբանական անձանցում մասնակցության գնահատումը դեռևս ընթացքի մեջ է։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազների կողմից 2018-24 թվականներին ներկայացված 65 քաղաքացիական գործերով դատարանների կողմից հայցի ապահովման միջոցներ կիրառելու արդյունքում շուրջ 28 միլիարդ 768 միլիոն 229 հազար դրամի, իսկ դա համարժեք է 73 միլիոն 429 հազար ամերիկյան դոլարի, հայցագնի չափով արգելանքներ են դրվել պատասխանողներին պատկանող գույքերի վրա։ Սրանք դրամական միջոցների բռնագանձման հայցապահանջներն են, և շուրջ 567 հեկտար մակերեսով հողամասի վրա դրված է արգելանք կամ պատասխանողներին արգելվել է նշված հողամասերի նկատմամբ որոշակի գործողություններ կատարել։ Հողամասերի մի մասի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքները, որոնք հնարավոր է եղել հայցի ընթացքում պարզել, կազմում են ընդհանուր 12 միլիարդ 171 միլիոն դրամ։ Դա համարժեք է 31 միլիոն 65 հազար ամերիկյան դոլարի։ Գլխավոր դատախազությունը պետական և համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում 24 թվականին շարունակել է ուսումնասիրությունները և պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարել 435 ուսումնասիրություն։ Հայտնաբերվել է 328 իրավախախտում։ Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և համայնքային գույքի պահպանության, օտարման իրավաչափության, հողային օրենսդրության պահանջների պահպանման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, ինչպես նաև քաղաքաշինության ոլորտները։ Այսպիսով ամփոփելով, հաշվետու և նախորդ տարիներին ներկայացված հայցերով 24 թվականի ընթացքում դատախազների կողմից ներկայացված հայցերի հիման վրա կայացված դատական ակտերով Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 2 միլիարդ 785 միլիոն 511 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 18 միավոր անշարժ գույքի նկատմամբ։ 2024 թվականի ընթացքում դատախազական ակտերի հիման վրա պետությանը և համայնքներին են վերադարձվել մի շարք գույքեր, որոնց ընդհանուր շուկայական արժեքը, շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 107 միլիոն 341 հազար դրամ է։ Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կազորների զինվորական դատախազությունների կողմից 2024 թվականին իրականացված ուսումնասիրություններով արձանագրված պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 5 միլիարդ 677 միլիոն 550 հազար դրամ։
23 թվականին 5 միլիարդ 62 միլիոն 243 հազար դրամ։ Դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում 2024 թվականին վերականգնվել է 11 միլիոն 310 հազար ամերիկյան դոլարին համարժեք 4 միլիարդ 462 միլիոն 706 հազար դրամ։ Հիշեցնեմ, որ 2023 թվականին վերականգնվել էր 2 միլիարդ 482 միլիոն 453 հազար դրամ։ 2024 թվականի ընթացքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ դատարանը ներկայացվել 44 հայցադիմում։ Դատարանի կողմից վարույթ ընդունված հայցադիմումներով բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է 96 միլիարդ 961 միլիոն 344 հազար դրամ։ Բռնագանձման է ենթակա նաև 346 անշարժ և 71 շարժական գույք, ինչպես նաև 85 իրավաբանական անձում մասնակցություն։ Ինչպես նշեցի, արգելադրված գույքերի և իրավաբանական անձանցում մասնակցության արժեքը գտնվում է գնահատման փուլում։ 2024 թվականի ընթացքում գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում կնքել է հաշտության 4 համաձայնություն, որոնցից մեկով Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել Երևան քաղաքում գտնվող 1 անշարժ գույք, շուկայական արժեքը կազմում է 2 միլիարդ 18 միլիոն 400 հազար դրամ, իսկ մյուս 3 հաշտության համաձայնություններով փոխանցման է ենթակա ընդհանուր 858 միլիոն 972 հազար դրամ, որից 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ փաստացի փոխանցված է եղել 515 միլիոն դրամը։ Հիշեցնեմ, որ 23 թվականին ևս հաշտության 4 համաձայնություններ են կնքվել և դրանց արդյունքում Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 6 անշարժ 1 շարժական գույք, որոնց շուկայական արժեքը 2 միլիարդ 102 միլիոն դրամ է, իսկ փոխանցված դրամական միջոցները 80 միլիոն դրամ։ 2024 թվականին օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ 1 վճիռ։ Վճռով Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզի Առինչ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ։ Գույքերը 2025 թվականի ապրիլի 10-ին ամրացվել են պետական գույքի կառավարման կոմիտեին։ Բռնագանձման ենթակա 50.720 եվրոյին համարժեք դրամը և 878 դրամը արդեն փոխանցված են վերականգնված միջոցների միասնական հաշվին, իսկ մնացած 55.8 միլիոն դրամի բռնագանձման նպատակով Հակակոռուպցիոն դատարանից ստացված կատարողական թերթն ուղարկվել է հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում 2021 թվականից մինչ օրս Հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող շուրջ 150 հայցադիմումներով արգելանք է դրված 1496 անշարժ գույքի, 288 շարժական գույքի, 391 իրավաբանական անձում մասնակցության իրավունքի, 536 միլիարդ 190 միլիոն 782 հազար դրամի վրա։ Արգելադրված գույքերի և իրավաբանական անձանցում մասնակցության արժեքը դեռևս գտնվում է գնահատման փուլում։ 147 հայցադիմումներով ընդհանուր հայցագինը 608 միլիարդ 505 միլիոն 333 հազար դրամ է։ Հիշեցնեմ, որ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ ստեղծվել է վերականգնված միջոցների միասնական հաշիվ։ Քրեական վարույթներով պետությանը, համայնքին, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին կամ պետական կամ համայնքային մասնակցությամբ ոչ առևտրային կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման նպատակով դրամական միջոցները վճարվում են ֆինանսների նախարարության կողմից կառավարվող վերականգնված միջոցների միասնական հաշվին։ Հանրային հաշվետվողականության նկատառումներից ելնելով գլխավոր դատախազության կողմից կիսամյակային պարբերականությամբ տեղեկատվություն է հրապարակվելու քրեական վարույթներով հաշվետու ժամանակահատվածում վերականգնված դրամական միջոցների, ինչպես նաև որպես գույք արգելադրված Հայաստանի Հանրապետության դրամի վերաբերյալ ըստ նախաքննական մարմինների տարբերակման։ Ամփոփելով նշեմ, որ 2024 թվականի ընթացքում ընթացիկ եւ ավարտված քրեական վարույթներով, դատարաններում ավարտված քրեական գործերով, պետական եւ համայնքային շահերի պաշտպանության եւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով ու հաշտություններով, ինչպես նաեւ զինվորական դատախազության կողմից կիրառված դատախազական ներգործության միջոցներով Հայաստանի Հանրապետությանը եւ համայնքներին է փաստացի վերադարձվել շուրջ 134 միլիոն 729 հազար ամերիկյան դոլարին համարժեք 52 միլիարդ 636 միլիոն դրամի գույք եւ դրամական միջոց։ 23 թվականին 113 միլիոն 386 հազար ամերիկյան դոլարին համարժեք 44 միլիարդ 298 միլիոն դրամի գույք եւ դրամական միջոց։ Հարգելի գործընկերներ, հաշվետու ժամանակահատվածում միջդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հետևողական եւ պատշաճ դատախազական հսկողության, ինչպես նաեւ շրջադարձային դատախազական ակտեր կայացնելու արդյունքում հաստատված մեղադրական եզրակացությունով դատարան են հանձնվել մի շարք քրեական վարույթներ, որոնք ներկայացված են հաղորդման մեջ,
բայց մի քանիսը կթվարկեմ։ Դրանցից մեկը վերաբերում է Պաշտպանության նախկին նախարարի կողմից փողերի լվացում կատարելու վերաբերյալ քրեական վարույթին։ Երկրորդը Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետի կողմից բազմաթիվ դեպքերով կաշառք ստանալու վերաբերյալ քրեական վարույթին։ Երրորդը Ֆուտբոլի ֆեդերացիա նախկին նախագահի փոխկապակցված անձանց կողմից կեղծիքներ կատարելու միջոցով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ, վստահված գույքի հափշտակություն, ինչպես նաև փողերի լվացում կատարելու վերաբերյալ քրեական վարույթը։ Երևան քաղաքի Աբովյան, Արամին, Նալբանդյան փողոցներին հարող տարածքում անշարժ գույք ձեռքբերում եւ կառուցապատում իրականացրած ընկերության տնօրենի կողմից անշարժ գույքի գնահատում իրականացնող ընկերության տնօրենի օժանդակությամբ մի շարք անձանցից առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 666 միլիոն 765 հազար դրամ հափշտակելու, ինչպես նաև իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթղթեր օգտագործելու վերաբերյալ վարույթը։ Անձը միջդատական վարույթի ընթացքում ամբողջությամբ վերականգնել է ֆիզիկական անձանց հանցագործության պատճառված վնասը։